Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի հետ, պարոն Սուրենյանց, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Ձեր կուսակցությունից երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանը արդեն կալանավորվել է 2 ամսով, պետական դավաճանության հոդվածն է նրան վերագրվում, եւ դուք սպնդում եք, որ դա քաղաքական հետապնդում է, այդ դեպքում ինչու հենց ձեր կուսակցությունը եւ ինչու պարոն Թևանյան, ինչու որոշեցին նրան այսպես պետական դավաճանի պիտակ տալ։ Տեսեք, առանց ավելորդ համեստության ուզում եմ նկատել, որ մենք շատ բազմաշերտ եւ շատ բովանդակային քարոզարշավ ենք իրականացնում, բազմամարդ երթեր, հանրահավաքներ, առնվազն մի քանիսը կարող եմ նշել, ըստ երևույթին մեր կեցվածքը Նիկոլ Փաշինյանի բոլոր խաղաքարտերը խառնեց իրար, մանավանդ որ բոլոր սոցիոլոգիական հարցումներն էլ բացահայտում էին, որ առանցքային 3 ընդդիմադիր ուժերի ձայների համախումբը գերազանցելու է, այո, Նիկոլ Փաշինյանի ստանալիք քվեներին եւ նրանց մոտ լուրջ խոճապ է սկսել եւ այս ծիրի մեջ թիրախավորում են բոլոր ընդդիմադիր առանցքային ուժերը, բայց վերջին օրերին հատկապես մենք։ Այսինքն մյուս ուժերն էլ սպասեն նման հոդվածի։ Դե, գիտեք, տարբեր ձևերով բոլոր ուժերը թիրախավորում, այս իշխանությունից ամենից սպասելի է, եթե մյուս ուժերն էլ այդ հատկանիշով թիրախավորում են, ինչ չի զարմացնի, մանավանդ իրանք արդեն տարածել են, չէ, ֆեյքային մակարդակներով, ինչ-որ մի հատ անհայտ ծագում ունեցող կայքի տվյալներ, FSB-ի գործակալներ լինելու եւ այլնի մասին։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին մի շատ կարևոր հանգամանքի վրա գրավեմ մեր հեռուստադիտողի ուշադրությունը։ Վերջի 10 օրվա մեջ 3 դեպք է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային խուժանի բառամթերքով թիրախավորել է մեր քաղաքական ուժին կամ մեր հետ աֆիլիացվող մարդկանց, որին հետևել է դատախազության արձագանքը։ Այսինքն նրա գրեհիկ բառապաշարով ձևակերպվածը պատվեր է դարձել դատախազության համար։ Օրինակ, հիշում եք ինչ լպիրջ բառապաշարով անդրադարձավ Նվեր Ծառուկյանին, որից րոպեներ անց գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարության։ Նույնը կրկնվեց, երբ որ Արադ ցեմենտը խլելու մտադրություն արեց եւ վերջապես Անդրանիկ Թևանյանի հետ կապված դրվագը։ Սա ինչի մասին է։ Որովհետեւ ժողովրդավարական երկրում նման բան չեք տեսնի։ Սա նշանակում է պետական ինստիտուտները Նիկոլ Փաշինյանը դարձրել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Եվ ամբողջ պետական համակարգը զբաղված է մի մարդու կմահաճույքների բավարարմամբ։ Այնք ասում են, ես պարզապես ինֆորմացված եմ, ԱԱԾ-ն ինքը ինֆորմացված լինելու իրավունք էլ հիմա չունի, որտեղ գտնվում է արձակուրդում, ասենք եթե բանը զեկուցում, պետք է զեկուցեն կարծեմ Մեհեր Գրիգորյանն է, չէ՞, պաշտոնակատարը նրան։ Բայց հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ստացվում է իրան հատուկ զեկուցում են, եթե իր խոտորտ տրամաբանությանը գնանք, հատուկ զեկուցում են տեղեկատվություն, որը թիրախավորում է իր ընտրական մրցակիցներին, չէ, ինքը բարձրաձայնում է, ձևակերպում է պատվեր, հետո դառնում է շինծու քրեական գործի հիմք։ Բա լավ կամ մի հատ ուրիշ տարօրինակ բան ասեմ։ Անոսավորում է պետական դավաճանության մասին, չէ։ Դուք որևէ երկիր տեսել եք, որտեղ պետության ղեկավարը անոսավորի դավաճանության մասին, հետո 48 ժամ թողեն այդ մարդը ազատ շրջի, նույնիսկ երթեր անի, մի երթը ես ու Անդրանիկ իրար հետ ենք արել այդ ընթացքում։ Երթեր անի, հարցազրույցներ տա, ասուլիսներ տա, բայց եթե դու պետական դավաճանի անուն ես տվել, տրամաբանորեն նա կարող էր թաքնվել։ Նրանք կարող էին վնասել, ինքը իրեն կարող էր վնասել, չէ՞, ու շատ կարևոր գործ մնար առանց բացահայտման։ Նշանակում է նույնիսկ իրանք իրանց մեղադրանքներին չեն հավատում։ Պարոն Սուրենյանց, այսինքն դուք կտրականապես բացառում եք այն արարքները, որոնք վերագրվում են։ Դուք ինչի կարծում եք, որ ես լուզեր ստախոսի փաստարկները պետք է լուրջ ընդունեմ, իմ թիմակցի գործընկերոջ փաստարկներին չհավատամ։ Դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ մենք տեսել ենք արդարների գործով, ինչպիսի ձայնագրություններ հրապարակեցին, չէ՞։ Բագրատ Սրբազան։ Այո, Բագրատ Սրբազանի հետ կապված։ Հետո բոլորս տեսանք, չէ՞, դա ոնց պլվեց դատարաններում։ Այլ բան էլ ենք տեսել, անշուշտ։ Պատերազմից հետո պարտության պատասխանատվությունից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը օրը մեջ
լայվերով կամ այլ ձևով իրեն բնորոշ նյարդային հոգեվիճակում լրտեսների անուններ էր տալիս։ Հիշում եք քանի լրտեսի անուն տվեցին, քանիսին կալանավորեցին, 0 դատական ակտ կա։ Այդ բոլոր գործերը փրվել են։ Հիմա ինչի պիտի այս դեպքում այդ ընդհանուր օրինաչափությանը, որը Նիկոլ Փաշինյանի լուզեր արդարադատությանը բնորոշ է, իրենք շեղում տված լինեն։ Լավ, ինչու են ընտրել Անդրանիկ Թևանյանին։ Դե ինչ տարբերություն ունեն։ Թիմի առանցքային ներկայացուցիչ էր։ Ընտրել են իրեն ընդհանրապես այս ձևով մեղադրանք ցանկացած հանրային հայտնի գործչի վրա կարող են կարել։ Ով որ ունի արտաքին շփումներ, կապեր եւ այլն։ Մի բան էլ են ձեզ վերագրում, խոսքը կոռուպցիայի մասին է, մինչ այդ ուժեղ Հայաստանի հետ կապված էին ձայնագրություններ հրապարակում, այդ շրջանում սկսվեց նաև ձայնագրություն հակակոռուպցիոնը հրապարակեց Բարգավաճ Հայաստանի հետ կապած։ Սա էլ եք դուք բացառում ընտրակաշառքի դեպքերը։ Հա, տեսեք, այս իշխանության որևէ պաշտոնական տեղեկատվություն իմ մոտ արժանահավատություն չի առաջացնում։ Կլինի մեր մասով, թե ընդդիմադիր այլ գործընկերների։ Այս պարագայում Թևանյանի գործից հետո օրինակ Իշխան Սաղաթելյանի արձագանքը շատ adekvat էր, որ ցանկացած ընդդիմադիրի սրտի ուրախավորում, այո։ Գիտեք ինչի, որովհետև տեսեք, հետ գանք 6 տարի, 2020 թիվ հիշեք, էլի սենց աղմուկով, քարոզչական տերորով, ամեն ինչով Գագիկ Ծառուկյանին ապօրինի մեղադրանք առաջադրվեց ընտրակաշառքին վերաբերյալ։ Նույնիսկ մարտը 2 ամիս եւ նույնիսկ ավելին կարծեմ ազատազրկման վայրում գտնվեց։ Հետո արդարացվեց։ Մի հատ նեղություն էլ չքաշեցին իհարկե, հետո մարդուց ներողություն խնդրեն եւ այլն։ Ինչի եմ ուզում ասեմ, դուք այս իշխանության որ մեղադրանքն եք տեսել, որ հետեւողական միջև վերջ ասի, որտեվ իրենք Ստալինյան կամ Գեբելսյան քարոզչության սկզբունքով են առաջնորդում։ Ընտրում են թիրախին, հետո մի հոդված կգտնվի։ Այդ Ստալինյան ոչն է, էլի։ Մարտուն Գրիգորյանին բնական է ինչու էին խոզարկում, իդեպ Ռադար Արմենիան տվել էր, որ իրենց տեղեկություններով, այդ լրատվամիջոցում եմ հանդիպել այդ լուրը, իրենց տեղեկություններով դա կապ ունի այն ձայնագրության հետ, որը հրապարակվել էր։ Գուցե, բայց տեսեք աբսուրդը որտեղ է ասնում։ Խոզարկություններ են իրականացնում Մարտուն Գրիգորյանի տանը գրասենյակում մեքենայում որևէ էական բան չեն գտնում, ավելորդ ասելը։ Սա երկրորդ դեպքն է նիկոլական ժողովրդավարական բաստիոնում, այսպես կոչված, որ իրավունք չունենալով ստիպողաբար падգամավորից հեռախոս են վերցնում։ Մի հատ դեպք Գեգամ Մանուկյանի հետ էր եղել տարի, կարծեմ 1 տարի առաջ։ Հիմա էլ Մարտուն Գրիգորյանի հեռախոսն են վերցրել։ Այն դեպքում, երբ որ խոսքը մարդկանց մասին է, ովքեր այս պահին ունեն падգամավորի կարգավիճակ եւ իմունիտետով են օժտված։ Այսինքն այդ իմիջիալուց անկարևոր չի նկատել նաեւ, որ թե Թևանյանի նկատմամբ ուրեմն այդ ռեպրեսիվ քայլերը, թե Մարտունի նկատմամբ ռեպրեսիվ քայլերը, թե մեր նկատմամբ տոտալ հակակարողությունը նույն օրն են եղել։ Պարոն Սուրենյանց, հիմա գրեթե կեսը դեռ մնացել է քարոզարշավի, ինչ եք սպասում։ Այսինքն տրամաբանական է, որ գնալով ավելի է սրվելու իրավիճակը։ Ինչ սցենարների եք դուք պատրաստ։ Գիտեք, իրանք հաստատապես այս ամեն ինչը պետականորեն կազմակերպված սադրանք է։ Միայն մեր դեմ կամպանիայի մասին չեմ ասում, ընդհանրապես։ Իրենց ամբողջ խնդիրը, ինչպես ես հասկանում եմ, սադրանքի միջոցով կամ ռեպրեսիաները լեգիտիմացնելն է, ավելի նոր ռեպրեսիաները, կամ ընտրական գործընթացը վիժեցնելը, որտեղ իրենք լուրջ մտավախություններ ունեն, որ առանց ռեպրեսիաների կամ ընտրությունները չեղարկելու իրենք պարտվելու են առաջիկա։ Ինչպես են վիժեցնելու ընտրական գործընթացը։ Դե եթե տեսնի տարբերակ չկա, օրենսդրական փոփոխություններ են, չէ, ժամանակին արել արտակարգ դրության կամ ռազմական դրության պատրվակում։ Հա, բայց ինչ հիմքով են արտակարգ դրություն Բայց սադրանք իրանք անում են հրահրելու ընդդիմությանը ավելի կոշտ հակազդեցության ակնհայտորեն։ Այսինքն բախումներ լինեն, ցույցեր տանում է լինեն։ բախումների միանշանակ։ Նման բառամթերքով դա ավելորդ է ասել, որ վարչապետի բառամթերք չի կամ պետական խոսք չի, արժանահավատություն ներշնչող։ Ասենք միջին վիճակագրական Ռաբիս երիտասարդը Երևանի
ավելի ցիվիլ բառամթերք ունի, քան Հայաստանի վարչապետը։ Նման խոսույթ գեներացնողի նպատակը ինչ պետք է լինի։ Բախումներ սադրանք հրահարել։ Այսինքն դուք այդ նպատակը չիրագործելու համար եք ընտրել ավելի, այսպես, քաղաքակիրթ, եթե ձևակերպեմ, պատասխանները եւ ասենք մենք չենք պատասխանել։ Քաղաքակիրթ, բայց կոշտ։ Ես հիմա ուզում եմ այս տաղավարից, մանավանդ մեծ լսարան ունեք, իշխանությաններ զգուշացնեմ, որ որևէ սադրանքի չենք տրվելու, որովհետև տեսնում ենք հաստատապես, որ կոնսոլիդացված ընդդիմության ջանքերով հունիսի 7-ը դառնալու է իշխանափոխության օր։ Դրա հնարավորություններին դեռ կանդրադառնանք, իդեպ մեկ բան էլ են անոնսում Գագիկ Ծառուկյանի տան հետ կապված, գիտեք, որ ասել է Սարի վրայի տունը վերածելու ենք ծերերի խնամքի կենտրոնի, հիմա մտավախություններ ունեք, այսպես ունեզրկման, մեկ խոսում էր Արադ ցեմենտի գործարանի մասին, հիմա Գագիկ Ծառուկյանի տան, ինչ գործընթացներ կարող են լինել։ Տեսեք, ինչն է բան, ընդհանրապես նման խոսույթով անում, էլի։ Դա նման խոսույթը իշխանության ներկայացուցիչներին բնորոշ չի։ Օրինակ ցիվիլ երկրներում, երբ որ կա ենթադրենք գույքի ծագման հետ կասկած կամ ինչ-որ բան, ինչ է անում պետությունը։ Քաղաքական իշխանությունը դրա մեջ չի մտնում։ Լեգալ ընթացակարգերով իրավական պարզվում է, չէ, ինչ-որ գույք օրինական է, օրինական չի, ինչ ծագում ունի, չունի, ճիշտ է։ Այս մարդու դա ամենամեծ դառնուցավը ամենառավոտ ինչ-որ մեկից ինչ-որ բան խլելն է։ Այդ ընդհանրապես բանդիտական միավորումներին բնորոշ վարքագիծը։ Դե նա էլ ասում է, այսպես Ռոբին Հուդի տրամադրության մեջ է։ Այսինքն ինքը պետությունից նա վերցնում եմ ժողովուրդ ջան ձեզ եմ տալիս։ Այդ որ կներեք, միջև հիմա որ վերցրել է մարդկանցից։ Այդ Հովիկ Աբրահամյանի տունն է դարձել ժողովրդի սեփականությունը, հենց Ծաղկաձորի Golden Palace-ն է դարձել։ Սեփականության ապօրինի եւ տոտալ վերաբաժանում է ցանկանում անել ինքը նպատակ ունենալով a բոլոր ընդդիմախոսներին ռեսուրսներից զրկել, b նոր օլիգարխիա ձևավորել իր իշխանությունը ցեմենտելու նպատակով։ Այսինքն վերցում են տալիս են իրենց ցանկալի Բայց դուք օլիգարխներին։ չեք տեսել միջև հիմա ինչ բանը։ Մի հատ անհայտ ծագմամբ գործարար է, չէ՞ տիրացել գույքերի բոլոր դեպքերում։ Իրանց Աննա Հակոբյանի։ Հա, իրանց անվան հետ էլ փոխկապակցում են։ Հիմա եւ երկրորդը ես պնդում եմ, մենք պնդում ենք, որ պարոն Ծառուկյանի բոլոր գույքերը օրինական են։ Հիմա Փեսայի տան օրինակն է բերում, ասում է մենք ապացուցեցինք, որ դա անօրինական է։ Փեսան հասուն մարդ է, իր բիզնեսը ունեցող, բան, չի կարելի ընտանիքի անդամի միջոցով թիրախավորել քաղաքական ընդդիմախոսին։ Սա նույնիսկ ամենահետամնաց ավտորիտար երկրներում ընդունված չի։ Պարոն Սուրենյանց, ինչու Գագիկ Ծառուկյանը որոշեց վերադառնալ քաղաքականություն, որովհետև իշխանությունները պնդում են, որ դա արտաքին ուժերի թելադրանքով է տեղի ունեցել։ Իշխանությունները ստում են, պարոն Ծառուկյանը քաղաքականությունից դուրս չի եղել։ Տեղի ունեցել հետևյալը։ Հիմա շատ օբյեկտիվ մի պատկեր կնկարագրեմ։ 2021 թվականին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ։ Ժողովրդի քվեով ձևավորվել է իշխանություն եւ ընդդիմություն, ճիշտ է։ Պարոն Ծառուկյանը վերցրել էր ժամանակավոր պաուզա հնարավորություն տալու համար թե իշխանությանը, թե ընդդիմությանը դրսևորելու իրենց պոտենցիալը, իրենց ծրագրերի իրականացման համար նախադրյալներ կան եւ այլն եւ այլն։ Դա շատ նորմալ ընտրությունների արդյունքներից թելադրված պաուզա է եղել։ Այն պահին իսկ դա մոտավորապես անցած տարի էր, երբ որ պարոն Ծառուկյանը որոշել է, որ պիտի այս ձևով եւ այս ծրագրով մասնակցենք ընտրություններին, արդեն հրապարակային ակտիվություն է ցուցաբերել, որևէ արտաքին պատվեր չկա։ Ես ընդհանրապես Բելարուսի անունն է շատ տալիս կախվածություն։ Մի հատ օրակարգ ասեք, որ Լուկաշենկոյի պասով մենք ստեղ գեներացնում ենք։ Մի օրակարգ։ Եվ փոխարենը ես քաղաքական մի ուժ կարող եմ ասել, որ ամբողջովին իրականացնում է Ալիևի օրակարգը։ Ավելին ասեմ, այսօրվա գործող վարչապետը իրեն պահում է Ալիևի երջանիկ վասալի կարգավիճակում։ Այդ կա հայտնի արտահայտություն, չէ՞, գողը ամենաբարձրն է գողության մասին։ Գոռում, որպեսզի հանգարց չթիրախավորվի, ուղիղ էս վիճակն է, էլի, այսինքն մի ուժ կա հասարակության հələ մեծամասնության շրջանում հարցում արեք, որ ուժին են արտաքին դերակատարների հետ կապում։ Ընդ որում իրանք երկրների անուն են տալի,
մեզ կապելով միայն մեզ չի, այլ ընդդիմադիր ուժերի։ Ռուսաստանի Ռուսաստան, Բելարուսի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների անուններն են տալիս։ Իսկ հասարակության համար ակնհայտ է, որ իրենք թշնամական կոնկրետ երկրի օրակարգ են սպասարկում։ Դե իրենք ասում են մենք ինքնիշխան մեր քաղաքականությունն ենք վարում։ Շատ Հրկում ենք Հայաստանը պատերազմից։ Այնքան ինքնիշխան են, որ արտաքին պատվերով երկրի ներքին կյանքը կանոնավորող հիմնական օրենք են, չէ՞ փոխում։ Դա է իրենց ներքին օրակարգը։ Այդ ոնց է իրենց ներքին օրակարգերը 100%-ով համընկնում Ալիևի խոսույթի կամ օրակարգերի հետ։ Դրա համար եմ ասում, մի կետ թո ասեն։ Դե օրինակ ադրբեջանցիների վերադարձը ասում է Ալիևը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, Փաշինյանն ասում է ես երաշխավորում եմ, որ 300,000 ադրբեջանցի չի գալու Հայաստան։ Հիշում եք մի տարուկես առաջ համարյա այդպես երաշխավորում էր, որ սահմանադրություն չի փոխվելու։ Կամ նրանց օրակարգով։ Այո, նրանց օրակարգով չի փոխվում։ Հետո ասում է սահմանադրությունը ունի լեգիտիմություն։ Այսինքն ասում էր բանակցություններում այդ հարցը չենք քննարկել։ Հիմա էլ ասում է բանակցություններում 300,000-ի հարց չի քննարկվել։ Ակամայից գիտեք ինչ վտանգավոր ինքնախոստովանություն անում։ Ճիշտ է ինքը ասում։ Այլևս իր այդ բանակցություններում ոչ մի թեմա էլ չեն քննարկում։ Ուղղակի ասում են վազելով գնա սահմանադրություն փոխի, վազելով գնա օրենսդրական կարգավորում արա, որ 300,000 ադրբեջանցի հետ գա, վազելով անկլավները գտած։ Այդ առումով ինքը շատ անկեղծ է, բանակցություններում այդ հարցերը չեն քննարկվում։ Այ հիմա նա ասում է, որ ընդդիմությունը երբ խոսում է այդ անկլավների վերադարձի մասին 300,000 ադրբեջանցիների, դա այդ նույն հիբրիդային Հայաստանի դեմ տարվող, ըստ նրանց, շեշտեմ, հիբրիդային պատերազմի օրակարգն է, այսինքն դրսից ստանում են թեզերը ընդդիմադիրները, օրինակ 300,000 ադրբեջանցիներ եւ գալիս են մեր ժողովրդին, իդեպ նրանց ձևակերպումներից մեկն էր ներողություն արտահայտությանս համար ժողովրդին կուտ են տալիս, ասում են։ Լավ, հիմա հիբրիդային պատերազմ, երբ որ իրանք ասում են, եկեք մենք մեզ անտեղյակի տեղ չդնենք, հիմն նկատի ունեն Ռուսաստանը։ Այո։ Բայց 300,000 ադրբեջանցու խոսույթը Մոսկվայում չի գեներացվում, Բաքվում է գեներացվում։ Ընդ որում իրանք ստում են հասարակությանը, երբ որ ասում են թրիփից հետո նման խոսակցություն չկա։ Բայց երկու փաստ կբերեմ։ 2025 թվականի հոկտեմբերի վերջին, այսինքն թրիփի թանակը դեռ չերել չորացել։ Իլհամ Ալիևը այցելում է իրանց գիտությունների ակադեմիա, պատվերը տալիս, որտեղ մի հատ շատ ծավալուն ելույթ է ունենում իրանց պատմական իրավունքների վերականգնման եւ վերադարձի անհրաժեշտության մասին։ Հիմա սա էլ է հիբրիդային պատերազմի, բայց իրանց քիռ կառուցողական ընկերն է, գործընկերը։ Ավելին ասեմ, այս ամսվա, կներեք, հաջորդ ամսվա հունիսի 17-ից 18 Նախիջևանի Օրդուբադ քաղաքում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջոցներով եւ հովանավորությամբ կազմակերպվում է վերադարձ փառատոն գիտաժողով։ Դա էլ է Մոսկվայում ծնված խոսույթ կամ օրակարգ։ Իդեպ այստեղ էլ իրենք պատասխանը ունեն, ասում են դուք ադրբեջանական խոսույթը ընդդիմությունը բերում է մեր այստեղի օրակարգ, ասում են ամենաշատը դուք եք պաշտպանում Ադրբեջանի Մենք չենք տեսակետները։ պաշտպանում։ Ու պնդում են, որ դա Ադրբեջանի ներքին լսարանի համար է։ Ինչպես օրինակ ժամանակին ագրեսիայի հետ կապված էին ասում։ Իլհամ Ալիևը վաղուց չունի։ Այդ ճշմարտությունն էր միջև պատերազմը, երբ որ իրանց հասարակական դժգոհությունները կառավարելու խնդիր ունեին։ Պատերազմից հետո, հատկապես Ղարաբաղի կլանումից հետո, Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո, Ալիևի կլանի իշխանությունը այնքան ուժեղ է ներսում, որ ինքը իր հասարակությանը սիրաշահելու անհրաժեշտություն էլ չունի, ոչ էլ դիմաց էլեկտորալ իշոր միջոցառումը։ Վերջին 6 տարիներին ոչ թե մենք ադրբեջանական խոսույթ ենք գեներացնում, այլ վերջին 6 տարիներին Իլհամ Ալիևը ինչ հայտարարել է, ի վերջո այդ բաները դարձել են իրականություն։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը երկչոտ հակառակվել է, հետո վազել է ոսկեպարի դպրոց, ասել է այս բանը եթե չանենք շաբաթա վերջին, երկու կողմից հարձակվելու են Հայաստանի վրա, հետո արել է։ Չէ՞, որ նայում ենք դինամիկան, տեսնում ենք, լավ որ ադրբեջանցիներին վերադարձնելու խնդիր Նիկոլ Փաշինյանը չունի։ Իդեպ ես շատ ուրախ կլինեմ, որ չունենա։ Ինչի է
վերջին մի քանի հանրահավաքներում շատ երկար, մի հատ շատ վտանգավոր թեզ գեներացնում այն մասին, որ միշտ չի, որ Հայաստանի բնակչության 90% եւ ավելը եղել են հայեր։ Այդ ինչի է վարժեցնում մեր ժողովրդի ականջները։ Դե ասում է տարածքներ ունենք, չէ՞, ադրբեջանական, որոնք հայկական վերահսկողության տակ են, գուցե այդ նպատակով։ Բայց փոխարեն ասում է այսինքն ագրեսորի ու մեր մեջ հավասարության նշան է դնում։ Այդ խոսույթը հենց Բաքվի խոսույթն է, որտեղ հայերն էլ բան տարածքներ ունեն իրանց բանի վերահսկողության ներքո, որոնք Ադրբեջան են եւ ոչ, նման բան չկա։ Կա վիճելի անկլավների հարց, որոնք իսկապես սահմանասահման սահմանագծման գործընթացում պիտի քննարկվեն, կամ այդ հարցի կամ էլ այդ հարցում ստատուս քվոն պիտի պահպանեն, սովորաբար կոնֆլիկտով կողմերը տենց են ասում։ Եվ կա 200 քառակուսի կիլոմետր գերազանցող տարածք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանք։ Այսինքն նկատում եք անկլավների հարցը հավասարեցրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան հարցին։ Չեմ դες բացահայտ ադրբեջանական նարատիվ են զարգացնում։ Որ Ալես Սիմոնյանին ու Արադ Միրզոյանին լսում ես, իհարկե Նիկոլ Փաշինյանն էլ վրա դիր կամ առաջին հերթին։ Այնպես տպավորություն է ստեղծվում, որ մի հատ էլ մենք ադրբեջանցիներից պիտի ներողություն խնդրենք։ Այսինքն ինչի եք զարմանում, մարդը պաշտոնապես հայտարարել է, որ մեր պետության ծնդականը համարվող հիմնական փաստաթուղթը անկախության մասին հռչակագիրը ակտուալ չէ։ Կոնֆլիկտացին է։ Ինքնա չի ասել մի քանի անգամ։ Դա ինչ է նշանակում։ Նա հայ ժողովրդի եւ Հայաստանի վրա է դնում առաջին եւ մնացած բոլոր պատերազմների պատասխանատվությունը։ Ու մեզ է մեղադրում ադրբեջանական օրակարգ գեներացնելու մեջ։ Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմյան բոլոր ջանքերը ուղղված են երրորդ հանրապետության ապա լեգիտիմացմանը։ Դե 4-րդ հանրապետություն կստեղծենք, որը կարող է ունենա մոտավորապես այնքան տարածք, ինչքան նախատեսված է Ալեքսանդրապոլի պայմանագրով, չէ՞։ Դե ինքը ասում է 29743 կիլոմետրից Ադրբեջանն էլ ասում է հարց է, ես այդ տարածքի ճանաչում եմ, թե չէ։ Ինքը շատ բան կարող է ասել։ Գիտեք, դրան էլ 15 անգամ էլ գլուխ կոնձի տալով կարող է Ադրբեջանի տարածքային կանոնակարգով։ Ուրա։ Սահմանազատման կանոնակարգով։ Մի գաղտնիք ասեմ, էլի ձեզ, ես պատմության ֆակուլտետն եմ ավարտել։ Այն 90-ականների վերջին, երբ որ դեռ Ալմատի հռչակագրի մասին մեր հասարակության գուցե մի տոկոսն էլ չգիտեր, որտեղ այդ թուղթը բացի Հայաստանից Մինչև վերջերս էլի շատերը չգիտեն դրա մասին։ Ես կուրսային աշխատանք ունեմ այդ փաստաթղթի վերաբերյալ։ Ուզում եմ ասեմ, այդ փաստաթղթի հետ մի քիչ ավելի վաղ եմ առերեսվում։ Որևէ քարտեզային հռչակագիր, որևէ քարտեզային նկարագիր, որևէ քարտեզանման որևէ փաստաթուղթ այդ հռչակագրի հիմքում չկա։ Երկու բան ասեմ, դա սովետական միության քաղաքակիրթ ապահարզանի մասին ընդհանրապես փաստաթուղթ է եւ ուրիշ բան ձեզ ասեմ։ Որևէ հետ սովետական երկու երկիր, օրինակ Տաջիկստանն ու Ղրղստանը, որ ունեն սահմանային վեճեր, Սահմանազատում սահմանագծում չեն անելուց չեն հիշատակել Ալմատայի հռչակագիրը։ Չկա այդ սովետական տարածքում նման օրինակ։ Ավելին, միջև հիմա շարունակվում է Հայաստանի եւ Վրաստանի սահմանազատված սահմանագծման այդ process-ը 70% արված է, 30-ը չի ավարտվել։ Այդ process-ի հիմքում էլ Ալմատայի հռչակագրի մասին հիշատակում չկա։ Դա հատուկ Ինչու հիշեցին դրա մասին Արցախից հրաժարվելու համար կարճի եթե դա արդեն Մակրոնի եւ Միշելի քավորությամբ եւ Նիկոլ Փաշինյանի իրականացված Արցախի ուրացման եւ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում սահմանափակելու օպերացիայի ծածկանումն է։ Պարոն Սուրյանյանցի դեպս քարտեզական հիմքը ես շարունակելով ձեզ չկա նաև այն կանոնակարգում, որը վավերացրել են Հայաստանը եւ Ադրբեջանը։ Ես ուզում եմ մենք անդրադառնանք նաև մի փոքր ներքաղաքական հարցերին։ Դուք խոսեցիք, որ հավաքական ընդդիմության շանսերը բավական բարձր են։ Քննարկենք նաև այս թեման։ Վերջին օրերին միանգամից երկու հարցում հրապարակվեց, մեկը Գելափինն էր, որտեղ օրինակ Բարգավաճ Հայաստանը ուներ 8.7%։ 9% համարյա։ Ահա, մոտավորապես 9% եթե կլորացնենք ձայն, բայց հետո հրապարակում է ամերիկյան սոցհարցումը, միջազգային հանրապետական ինստիտուտի, այնտեղ 1% ձայն ունեք, որն եք հակված դուք հավատալու։ Որտեղ ոչ մի դիմադիրույթ չէր տարբերությունը, չէ, հասնում էր միայն ուժեղ Հայաստանը։ Չէ, 7% է, դա շնչա։ 7% էր էլի։ Հա,
Այսինքն դաշինքի համար այո ճիշտ Հիմա է։ տեսեք, վստահաբար ձեզ ասում եմ, այդ երկրորդ հարցումը ամերիկացիների անցկացրած ԿՊ-ի գրասենյակում անցկացվել։ Ինչու։ Որովհետև տես թվեր իրականության մեջ մեր Ասում են ամերիկան դեմոկրատական երկիր է, չի լսեք, կեղծում։ Ամերիկայի այս վարչակազմը կոնկրետ Հայաստանի հարցով իրեն միջև վերջ արդեն հասցրել է վարկաբեկել։ Այդ կառույցը, որ այդ հարցում անցկացրել է, ուղիղ աֆիլիացիա ունի կառավարող հանրապետական կուսակցության հետ, որի աշճանակարգով երկրորդ գործիչը, այսինքն փոխնախագահ Վենսը, Եկավ Հայաստան եւ արդեն վարկաբեկել է ժողովրդավարական արժեքները եւ մեր ինքնիշխանության սկզբունքը, երբ որ բացահայտորեն աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, ավելին ասեմ, վաղն էլ Ռուբիոնը հյուրընկալվում, տեղեկություններ կան, որ նույնիսկ օդանակայանի շել առաջանալու Երևան, այսինքն այդ բոլոր հայտարարություններն ու հանդիպումները, որտեղ Այնտեղ ստորագրելու են գնան։ Էլի, բայց թայմինգը նայեք, էլի հարմարացված է Նիկոլ Փաշինյանի PR-ին, չէ։ Այսինքն PR անեն, որ տեսեք թրիփը իրագործվում է։ Կամ ուղիղ տեքստով նույնիսկ ասեն մեր փոքր աղբերն է իրան ընտրեք։ Կամ ավելի շուտ մեր կրծեր դաշնակցի վասալն է, ոչ թե մեր փոքր աղբերն, այլ մեր կրծեր դաշնակցի վասալն է։ Այսինքն Միացյալ Նահանգները ուզում են Նիկոլ Այսինքն ամբողջ արևմտյան էլիտաները զբաղված են մի շատ անշնորհակալ եւ անպատվաբեր գործով, իրանց նույնացրել են Հայաստանի լուզեր ղեկավարի հետ, մեր հասարակության աչքերում վարկաբեկելով այն իրական ունիվերսալ արևմտյան արժեքներին, որոնց ես էլ դուք էլ նվիրված ենք մեր արժե համակարգով եւ ամեն ինչով։ Իրենք վարկաբեկում են արևմտյան արժե համակարգը։ Ինչու իրանք օրինակ չեն ուզում ընդդիմության հետ աշխատել, հետագամ եթե Որովհետեւ չկա որևէ արկածախնդիր ընդդիմության մեջ, որը երկրի ստրատեգիական կուրսը փոխելու կողմնակից լինի եւ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու կողմնակից լինի։ Ուզում եք ասել այստեղ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի նպատակները մեկտեղված են, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թրամփը բավական լավ համագործակցում է Պուտինի հետ։ Մեկտեղված են այդ քաղաքականությունները։ Նիկոլ Փաշինյանի հարցում ինչ-որ մեկտեղում կա, որտեվ այնուամենայնիվ թրիփը կոչվում է նախագահ Թրամփի անունով, ինքնասիրարարվածության բարդույթ ունի Թրամփը ամեն դեպքում։ Հայաստանին ընտրություններին այդքան կարևորություն էլ մի տվեք, որ հաստատ նստեն, քննարկեն, կոնսոլիդացված ջանքեր անեն, ավելի շատ Նիկոլ Փաշինյանի արտաքին տանիքներն են Ադրբեջանը, Թուրքիան եւ Ստրասբուրգի, Բրյուսելի բյուրոկրատիան, բայց Միացյալ Նահանգները առնվազն շահագրգռված է նրա վերընտրության հարցում, կամ առնվազն անհարմարություններ Նիկոլ Փաշինյանի համար չի ստեղծել, բայց ես մեր հասարակությանը կոչ եմ անում, չեն կճվել, որովհետեւ 6 օրինակ Օրբանի ընտրությունից 2 օր առաջ շատ բարձր ձայնով հրապարակում հավաքվածներին կոչ էր անում Օրբանին ընտրել, ի վերջո Օրբանը պարտվեց։ Այդ բոլոր արևմտյան բյուրոկրատիաները լցված էին Վրաստան եւ փորձում էին Վրաստանի իշխանությանը տապալել ընտրությունների ժամանակ, որտեվ այնտեղին դիմությանն էին պաշտպանում, որը իր ցակումնաբանությամբ շատ նման է ԿՊ-ական իշխանությանը, ընդեղ էլ են տապալվել, իսկ մեր հասարակությունը, եթե ակտիվ մասնակցի ընտրություններին, մենք կարող ենք Նիկոլ Փաշինյանին օժիտ ուղարկել, ասենք կայակալասի, փաթեթավորենք Նիկոլ Փաշինյանին։ Սա եթե մասնակցության տոկոսը բարձր լինի։ Եթե նախորդ ընտրությունների չափ եղավ, Նիկոլ Փաշինյանի շանսերը բարձր են։ Պրոբլեմա լինելու, այո, պրոբլեմա լինելու, չասենք շանսերը, բայց պրոբլեմա լինելու բախումնային սցենարների հնարավորությամբ Նիկոլ Փաշինյանը հաստատապես պարտվում է, եթե ընտրողների թիվը գերազանցի 1.350.000։ Եթե պարտվի բախումների սցենարը ավելի իրատեսական չի լինի, ցանկացած պարագայում պիտի նկատի ունենանք, որ ինքը ինքնական իշխանություն տվողներից չի, բայց եթե շատ ակտիվ հասարակությունը շատ ակտիվ է մասնակցում ընտրություններին, իշխանության ապօրինությունները բերելու են հեղափոխության հետ ընտրական։
Այդ ակտիվ մասնակցությունը նաև դրա համար է կարևոր։ Ինչքան շատ մարդ է գնում տեղամաս, հետո այդքան եւ ավելի մարդիկ պատրաստ են լինում իրենց ոտնահարված իրավունքը փողոցում պաշտպանել։ Բայց մեր հասարակության դեպքում մենք նկատում ենք, որ հիմնականում իրենց կամքը ընտրությունների միջոցով են արտահայտում եւ այդքան էլ հակված չեն փողոցային պայքարի։ Հայաստանը հետընտրական զարգացումների շատ հարուստ փորձ ունի։ Ես վերջին շրջանում գիտեք, ապատության բաժակը վերջին անգամ վերջի կաթիլով է լցվում։ Մեկ, երկրորդը թույլ տամ ասել, որ հիմա 3, գուցե 4 շատ կազմակերպված եւ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր են մասնակցում ընտրական կամպանիային, նպատակի հարցով եւ օրակարգի հարցով իրենք կոնսոլիդացված են, այսինքն բոլորը ձգտում են իշխանափոխության եւ ես կարծում եմ այս առումով ընդդիմության վիճակը շատ ավելի շահեկան է, քան 2021-ին էր։ Հիմա դուք կարծում եք, որ ընդդիմությունը, անցողիկ ընդդիմությունը, այնուամենայնիվ կկարողանա համախմբվել եւ օրինակ չի լինի վերմակը ամեն մեկ իր կողմը քաշելու, ամեն մեկ իր տեխնացուին առաջադրելու այդ մեր սկզբունքը եւ մեր մոտեցումը կարծում եմ կիսում են նաեւ մյուս գործընկերները, եթե մենք առաջի տեղում եղանք, ակնկալում ենք, որ մեր տեխնացուի շուրջ կլինի մյուս ընդդիմադիր գործընկերների կոնսոլիդացիան, եթե երյակից կամ քառյակից այլ ընդդիմադիր ուժ եղավ առաջատարի դիրքերում, մենք մի կողմ ենք դնելու մեր ամբիցիաները եւ քվեն տալու ենք առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժի տեխնացուին։ Ըստ ձեզ որ ուժերն են ֆավորիտները, որոնք կստանան առավելագույն ձայն։ Դե հիմա տեսեք, եթե շատ անկեղծ լինենք, ես միշտ սիրել եմ մեր հասարակության հետ անկեղծ լինել, այս պահին 4 հիմնական ուժերի մեջ է, չէ՞, մրցակցությունը գնում։ Մի կողմից քաղաքացիական պայմանագիրն է, մյուս կողմից Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերն են։ Այսինքն ըստ էության այս 4 ուժերի հարաբերակցությունն է որոշելու առաջիկա ընտրությունների Օրինակ կարծում եք նրանցից յուրաքանչյուրը կարող է ավելի շատ ձայն ստանալ եւ ներկայացնել վարչապետի տեխնացու, թե կարծում եք ինչպես Սամվել Կարապետյանն է ասում, հենց ինքն է լինելու առաջինը։ Ես չեմ ուզում հիմա կանխատեսումներ անեմ, բոլոր ընդդիմադիր գործընկերներին հարգում եմ, հələ 10-ից ավել օրեր ունենք, բոլորը ազնիվ մրցակցության պայմաններում փորձում են իրենց էլեկտորատը մեծացնել, մենք էլ։ Հիմա քվեարկությունը կլինի, հասարակությունը կորոշի ընդդիմադիր 3-4 ուժերից ով է առաջատարը, մյուսներս էլ մեր հասարակության կամքը, մենք եղանք, մյուսները կկոնսոլիդացվեն, ուրիշ առաջատար եղավ ընդդիմադիր, մենք կոնսոլիդացվենք։ Այսինքն յուրաքանչյուրին դուք ձեր ձայնը կտաք, ով հավաքեց առավելագույն ձայն, բացի քաղաքացիական պայմանագրից։ Ես ընդդիմության մասն եմ ասում, քաղաքացիական պայմանագրի հետ կոմպրոմիսի որևէ հնարավորություն չենք տեսնում։ Պարոն Սուրենյանց, մեկ ամիս առաջ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ուժին ասում էիք, որ ֆավորիտ չէ ու հավանաբար 2 ուժեր կան, որոնք կլինեն ֆավորիտ, մեկը ձեր ուժն էիք ասում։ Հիմա փոխվել է ձեր մոտեցումը։ Շատ մեծ տարբերություն առայժմ չկա ֆավորիտի հարցում, բայց դա կանխատեսում է։ Ես հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ընդդիմադիր ուժերից ով եղավ առաջատարը, այդ թվում ձեր ասած ուժը, Հայաստան դաշինքը։ Պատրաստ ենք քննարկել։ Հենց այդ հարցին էիք պատասխանել, երբ ձեզ հարցը տրվել է, ես ասել եմ, այս պահին իրենք առաջատար դառնալու շանս չունեն։ Բայց ընտրարշավ է, հիմա ես նկատում եմ, որ 3 ուժերն էլ իրենց ռեյտինգը ավելացնում են։ Եկեք տանթամենը 12 օր ամնում, սպասենք երևա։ Ձեր ուժի հետ կապված հիմնական հարցն է, ինչու վարչապետի տեխնացու չեք առաջադրում։ Դա կապված է այն մոտեցման հետ, որ մտածում եք հավանաբար առաջատարը չեք լինի եւ իմաստ չունի հայտարարել։ Պրակտիկական հնարք է, դա չէ, մենք էլ ենք ձգտում առաջինը լինել։ Հիմա ես դա շատ իմ անձնական կարծիքն է, բայց իմ թիմակիցների հավաքական կարծիքն է, այդպես համարեք։ Շատ հստակ ասում եմ, եթե մենք 50% գումարած մեկ ստացանք, մեր վարչապետի տեխնացուն կլինի պարոն Ծառուկյանը։ Բայց նա ասում է, ես չեմ ուզում, չեմ հավակնում։ Դե ես էլ ասում եմ, մեր էլեկտորատի, մեր ընտրողների հետ շփվելով մեկ անուն են տալիս, Գագիկ Ծառուկյան, այլ լուծում չի կարող լինել։ Հասարակության այո, իհարկե։ Հիմա եթե մենք առաջինը եղանք, եթե մենք հաղթեցինք, ակներևաբար պարոն Ծառուկյանը կլինի, եթե մենք առաջինը եղանք ընդդիմադիրների շրջանում, ակնկալում ենք, որ մեր
գործընկերները մեր տեխնացուին կաջակցեն, եթե մյուս երկու ուժերից որևէ մեկը եղավ առաջինը, բնականաբար իրենց տեխնացուին կսա։ Իդեպ եւս 4-րդ ընդդիմադիր ուժ կա, որ օրինակ ըստ Գելափի հաղթարում է Անցողիկ Շեմը, խոսքը Արման Թաթոյանի միասնության թևերի մասին է, այս ուժի հետ կապված ինչ կարող եք ասել։ Գիտեք, ես միայն ուրախ կլինեմ, որ 4-րդ էլ 5-րդ էլ իրական ընդդիմադիր լինի, բայց թույլ տվեք մնամ իմ կարծիքին, այս պահին ես հատկապես ուժեղ մրցակցություն տեսնում եմ այդ մի կողմից ԿՊ-ի, մի կողմից արդեն նշածս 3 ուժերի մեջ։ Պարոն Թաթոյանը եւ այլ ընդդիմադիր ուժեր կհաղթարեն անցողիկության շեմը, ու իշխանափոխության թեման ավելի դյուրին կլինի, միայն կողջունեմ։ Դյուրին կլինի, որովհետև նա օրինակ նախապայման է առաջ քաշում, ասում է, ես կողմ չեմ մեկ հոգու համար սահմանադրություն փոխելուն, խոսքը Սամվել Կարապետյանի մասին, այսինքն այս դեպքում հնարավոր է այնուամենայնիվ խնդիրներ ունենալ հետընտրական։ Ես մի հատ ուրիշ ձևի ձեր հարցին կպատասխանեմ։ Եթե ձեզ թվում է Գյումրիի ընտրությունների մասնակից կուսակցության ղեկավար են որպես ասում, եթե ձեզ թվում է, որ Գյումրիի բոլոր ընդդիմադիր դերակատարները Վարդան Ղուկասյանին համարում էին քաղաքական իդեալ, չարաչար սխալվում եք։ Չէ, բայց այնտեղ նաև բայց կար չգրված օրենք, չգրված պայմանավորվածություն կար Գյումրիում ընդդիմադիր ուժերի միջև, որ բոլորս կոնսոլիդացվելու ենք այն տեխնացուի շուրջ, որը ամենաշատ ձայներ կհավաքի ընդդիմադիր շարքերում։ Ինչպես տեսակ, նույնիսկ հայտնի անձնական խնդիրներ էլ կար, հիմա չեմ ուզում անդրադառնամ, բայց նույնիսկ դա չխանգարեց, որպեսզի այդ կոնսոլիդացիան տեղի ունենա։ Հիմա ես ձեզ ասում եմ, որ ոչինչ չի կարող խանգարել, որ այդ կոնսոլիդացիան տեղի ունենա, իհարկե պարլամենտական ընտրություններում դա ավելի ցիվիլ տեսք ունենա, կձևավորվի ազգային համաձայնության կոալիցիոն կառավարություն, այսինքն դա կոալիցիա կլինի, ոչ թե ուղղակի մեխանիկական համախմբում այս կամ այն անձի շուրջ։ Շատ լավ, շնորհակալ եմ ես ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։